Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդար քուն, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մանկություն, սիրով ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ, որ բոլորիդ օջախներում միշտ Աստծո լույսը լինի, արև լինի ու սեր լինի, սիրելիներս, այսօրվա եղանակը տեսնում եք, անպամած, անձրևոտ եղանակ է։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ հարցը հողամասից բերել է Համեմ և Սամիտ կանաչիներից, կմաքրի, կլվանա, ջրքանվի, որպեսզի այսօր ուզում եմ պատրաստեմ հազարի թերթիկներով աղցան։ Այստեղ էլ կարմիր բողկն է, փոքր, նա էլ կմաքրի, կլվանա, միայն ինձ հարկավոր էր Սամիտ և Համեմ, էլ ուրիշ կանաչի հարկավոր չէր աղցանի համար, այստեղ ցույց է տալիս, թե ինչքան քաղել է, կլվանա լավ, նոր ես արդեն կսկսեմ պատրաստել աղցանը, շատ համեղ աղցան է ստացվում, մաքրեցինք, վերջացրեցինք կանաչին, հարսս արդեն լվանում է, ասեմ, որ վարունգն էլ է մեր հողամասից, արդեն լավ քաղում ենք, օգտվում ենք թե վարունգից, թե կանաչիներից, բանջարեղեններից, միայն վարունգն ենք քաղում, իսկ լոլիկը դեռ չի կարմրել, սիրելիներս, ասեմ, որ բողկը շատ քաղցր է, ճիշտ է, համ երկար սորտն է, համ կլոր, բայց շատ քաղցր է, Մարինեն ցույց է տալիս սիրենվի գույնի կարմիր բողկը, արդեն լվացած կանաչիները, բանջարեղենները քամվում են, այստեղ ունենք վարունգ, բողկ, կանաչիներից Սամիտ, Համեմ և կոտեմ և հազարի թերթիկները, նույն ինքը մառոլը, ես կօգտագործեմ Համեմը և Սամիթը աղցանի մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստելու եմ հազարի տերևով, նույն ինքը մառոլով աղցան, արդեն ջրքանված պատրաստ է մառոլը, հազարի թերթիկները, կտրել եմ կոշտ մասերը, որ ինձ համար հեշտ լինի և գեղեցիկ չկտրեմ, լցնեմ կողք, այստեղ ունեմ 5 հատ մեր հողամասից քաղած վարունգը, ծայրի մասերը հեռացրել եմ և կարմիր բողկը, այստեղ Համեմ, Սամիտ, այստեղ բուսա յուղ, աղ, սև պղպեղ և բալզամическի քացախե 9%-անոց շատ համեղ է սալատների մեջ, հիմա այս բոլորը մի հատ տեղավորեմ, տեղադրեմ, որ սկսեմ արդեն կտրատել, իմ լավ բարեկամներ, շատ վիտամիններով հարուստ աղցան է և օգտակար է մեր օրգանիզմի համար, գարնանային, ամառային համեղ աղցան է ստացվում, հիմա սկզբից կկտրեմ մեր հազարի թերթիկները, տեսնում եք կոշտը մնացել էր, ոչ շատ մեծ, ոչ շատ մանր, հերթով կկտրատեմ, սկզբից կտրատում եմ հազարի թերթիկները, ընդհանրապես ես այս աղցանը հազարի թերթիկներով չէի սիրում հարգելիներս, իսկ հիմա շատ սիրում եմ, այնքան բան է փոխվել այս հիվանդանալուց հետո, էլ չեք պատկերացնի, որ սոխ ուտում էի, հիմա չեմ ուտում, չգիտեմ, շատ բաներ է փոխվել, օրինակ հազարի աղցանը չէի ուտում, հիմա շատ եմ սիրում, այս վիրուսը, որ մենք հիվանդացանք 19 թվականին, բավականին փոփոխություններ է կատարվել, Համեմն էլ չեմ սիրում, բայց դե մի քիչ պետք է կտրեմ Համի համար, հիմա գեղեցիկ, այսպես հավեսով, սիրով կտրատում եմ, գոնե նստած աշխատում եմ, կանգնած չեմ կարողանում ոտքիս պատճառով, իսկ նստած սիրով կպատրաստեմ մեզ համար, ցույց կտամ ձեզ համար, իմ շատ սիրելի
հետևորդներ ջան, շատ գոհ ու շնորհակալ եմ ձեզանից Մարինեիս գովաբանելու, սիրելու եւ մեծարելու համար։ Աստված եռապատիկը, քառապատիկը ձեզ օրհնի, օրհնություններով լցնի ձեր ընտանիքը, իմ լավ հարազատներ ջան։ Այո, Մարինե շատ ընդունակ է, շատ շուտ սովորում է, եթե ինչ-որ բան ես ասում, չեմ գովում, դուք արդեն տեսնում եք, իմ լավ բարեկամներ։ Շնորհակալ եմ նաև իմ առողջականի համար, հարցնելու համար, հետաքրքրվելու համար, դուք իմ թանկ, հարազատ, սիրելի բաժանորդներն եք, իմ լավ բարեկամներ, միշտ եղեք բարի, միշտ եղեք ուրախ, թող միշտ ձեր կյանքում բարի լուրերը ձեզ ուրախացնեն, իմ սիրելի բաժանորդներ ջան, անչափ զգացված եմ, անսահման շնորհակալ եմ։ Հիմա այս հազարի թերթիկները սիրուն այսպես դասավորեմ, այնքան էլ մատղաշ է, սիրելիներս, շատ նուրբ է, շատ, դեռ չի մեծացել շատ, որ կոշտանա, նուրբ է, ամեն օր համարյա պատրաստում ենք, թարմը, որոշեցի այսօր էլ ես պատրաստեմ, 3 հարսեր պատրաստել, այսօր էլ ես եմ ուզում պատրաստել, արագ է ստացվում, հեշտ է և համեղ է շատ, ինչու չէ, դուք էլ պատրաստեք, ես այսօր կպատրաստեմ վարունգով, բողկով, կանաչիներով, օրինակ իմ մայրը պատրաստում էր տոմատի մածուկ էր լցնում մի քիչ, տոմատաջուր էր բացում, շատ քիչ, չնչին, բուսայուղի փոխարեն, բուսայուղ չէր սիրում, այդպես էր պատրաստում, իմ լավ բարեկամներ, ով ինչպես ցանկանում է, թող այնպես էլ պատրաստի, կարմիր աղացած պղպեղ են լցնում, ըստ ճաշակի, ըստ քիմքի համի, սա էլ կտրեմ, որ անցնենք արդեն կանաչիներին։ Ես այս կոշտ մասերը չեմ սիրում աղցանի մեջ, դրա համար հանում եմ, իմ լավ բարեկամներ, դուք եթե սիրում եք, ձեզ հաճելի է, կարող եք չկտրել և չհեռացնել, այդպես էլ կտրտեք։ Հիմա վերջացրեցի, բավականին էլ եղավ, հիմա հավաքեմ մանրուքները, դասկան էլ մաքրեմ, կտրտեմ վարունգը, 2 կես եմ անում և յուրաքանչյուր կեսը մեջտեղից այսենց բարակ կտրում եմ, ոչ շատ մեծ, ոչ շատ մանր եմ կտրում, այնպես որ համ գեղեցիկ լինի, համ էլ մեր բերանում ատամի տակ ավելի համեղ զգանք վարունգի համը։ Հետո հերթով կտրտեմ, շատ համեղ վարունգ է, իմ լավ բարեկամներ, սորտը կուրաժ և ֆարսաժ, միշտ քանի տարիներ ինչ ես հողամաս եմ մշակում, այդ սորտն եմ առել, մի անգամ Ատոսը առամ, ինձ դուր չեկավ Ատոսը, շատ սորտեր կան, Ստելա երկարը, ինձ դուր չի գալիս, այս 2 սորտն է դուր գալիս, համ մարինադի համար է շատ լավ, համ էլ ուտելու համար, շատ համեղ է, փշոտ սորտն է ու շատ լղկվել չունի տարաների մեջ, եթե թթու ենք պատրաստում, ինքը չի փափկում, շատ լավ է ստացվում, 5-ն էլ կտրտեմ, թող համեղ լինի, ինչքան շատ լինի, այնքան համեղ կլինի մեր աղցանը, սա էլ բավականին ունենք, Մարինեն սոլովակում ցույց է տալիս, հավաքելու էլ ունենք, անձրևներ է, չենք կարողանում, այս 5 հատը սալաթի համար քաղեց հարցս, մի քանի հատ էլ ուտելու համար, քանի որ աղցանի մեջ կա, այդպես միայն մարինկաս է սիրում, առանց աղի,
կտրի ուտի մեջտեղից 2,5 անի և ուտի առանց աղի է ուտում, ասեմ, որ իսկ ես չեմ սիրում առանց աղի վարունգը, ոնց որ մի տեսակ համեղ չլինի, աղով է համով վարունգը, հիմա վերջացնեմ վարունգը, կսկսեմ բողկը կտրտել, սրանք վերցնեմ, հիմա էլ բողկը, բողկն էլ երկու տեսակի է, համ կլորն է, համ երկարն է, 2,5 կանեմ, տեսնում եք, երկարն էլ է համեղ կծուչի և կլորն էլ է շատ, այս տարվա բողկը շատ համեղ է, ջրալի, որտև շատ ջրել ենք, անձրևներն էլ ինչքան են գալիս ու գալիս, անդադար, դրա համար էլ ջրալի են, եթե բողկը ջրում ես, շատ ջրալի է լինում, ասեմ, որ կծույել չի, այսպես կկտրտեմ կիսալուսնաձև, ձեզ ոնց հարմար է, դուք կարող եք, եթե պատրաստելու եք, ոնց ցանկանում եք, ամեն տնտեսուհի իր պատրաստման եղանակը, ձևը ունի կտրտման, իմ լավ բարեկամներ, բոլորը կտրտեմ, որը մանր է 2,5 կանեմ, որը խոշոր է կկտրեմ կիսալուսնաձև գեղեցիկ, կստացվի, կիսալուսնաձև շատ գեղեցիկ է ստացվում, որովհետև խոշոր չի, որ մի 4 մասի բաժանեմ, 2 մասի, ահա, այլ այսպես բարակ, սիրուն, գեղեցիկ, հավեսով կտրտում եմ, մի կողմից էլ հավեսով ոտքս է ցավում, արդեն ցավազրկող եմ խմել 2 կոճակ սիրելիներս, 2 հապ խմել եմ, բայց միևնույն է ցավում է, պետք է գործս վերջացնեմ պատվով, մինչև վերջ, ցավա չցավա ոտքս, նստած է գոնե, ուղղակի բարձր տեղ չեմ դրել ոտքս, բանտաժ եմ հագել, միևնույն է, այս բանտաժները շատ ձգում ոտքս ու ցավեցնում, տեսնենք այս ոտքի վերջը ոնց է լինելու, գնալու եմ թե չէ, մտածմունքների մեջ եմ, մեկ ուզում եմ, մեկ չեմ ուզում, վախենում եմ ճիշտն ասած, սիրելիները շատ վախենում եմ, եթե ճիշտը ասեմ, շատ եմ վախենում, հիմա կադրից դուրս այս բոլորը բողկը կտրտեմ, նոր կհանդիպենք, իսկ հիմա պետք է կտրատեմ սամիթը, այդպես սիրուն դասավորեմ ձեռքիս մեջը, 2 մաս եմ բաժանում և սկսում կտրտել, շատ մանր չեմ կտրտում, սամիթը շատ եմ սիրում, թեկուզ աղցանների մեջ, ճաշի մեջ, հացպանիր, լոլիկ, վարունգ, սամիթով ուտել շատ եմ սիրում, խորոված արած բիբարը, բադրջանը, պամիդորը, հացպանիրով շատ եմ սիրում սամիթ ուտել հետը, հիմա էլ մի փոքր էլ համեմ եմ վերցրել սամիթի հետ, միասին կտրեմ, իսկ ռեհանն էլ եմ սիրում, մարդկա օրինակ ցիտրոնը, մարզանել է սիրում, այդպես հացպանիրով, ճաշերի հետ, թարմը վիճակում ուտել, ես շատ եմ սիրում ապուրների մեջ չորացրած ցիտրոնը և ռեհանը, մսեղենի հետ շատ համեղ է, շատ համով է ստացվում, կոտլետները, տոլմայի մեջ, սա էլ վերջացրեցի, ավելացնեմ աղցանին, սիրելիներս աղցանին որոշեցի ավելացնել նաև լոլիկ, Մարինեից ցանկությամբ եմ անում, սիրում է լոլիկ, ավելացնում եմ 6-7 հատ վերցրել եմ
չերի տեսակի լոլիկներ, բաժանում եմ 4 մասի եւ 1 հատ էլ մեծ լոլիկ եմ վերցրել, դա էլ կկտրտեմ։ Կարող ենք նայել ավելացնել թարմը գունեղ պղպեղներ, բուլղարական, կարող ենք ավելացնել կանաչ գարող, եգիպտացորեն քաղցր, ամեն մարդ իր ճաշակով, իր բերանի համով է պատրաստում, մենք այդպես ենք սիրում վարունգով, թարմը կանաչիներով, բողկով եւ մեկ-մեկ էլ լոլիկ ենք ավելացնում։ Այսօր Մարինկայից ցանկությունով եմ կտրտում լոլիկը, ստացվում է նույնպես համեղ։ Հիմա կկտրտեմ, կվերջացնեմ իմ լավ բարեկամներ։ Այսօր սիրելիներս անգամ սուրճ չեմ խմել, որովհետև մի տեսակ ոնց որ ցանկություն չունեի սուրճ խմելու, այսօր խմել եմ կարկադե թեյ, 1 բաժակ առավոտյան առանց շաքարի։ Շատ սիրում եմ կարկադե թեյը, դա առաջներում, գիտես, թագավորական թեյ է կոչվել, Սուդարնսկի չայ։ Թագավորներն են խմել, պալատականներն են խմել այդ թեյը, սիրելիներս, շատ համեղ է եւ նաեւ ճնշումն է բալանսի բերում։ Ինձ շատ դուր է գալիս, շատ վաղուց անընդհատ խմել եմ, իսկ հիմա մեկ-մեկ եմ օգտագործում։ Այսօր մի տեսակ ցանկություն առաջացավ, որ այս կարկադեյով թեյ խմեմ։ Իմ լավ բարեկամներ, ես էլ խմել եմ սուրճի փոխարեն, այսօր թեյ եմ խմել, սա էլ մեծն էլ կտրտեմ, վերջացնեմ։ Նոր արդեն մնացածը կավելացնեմ, աղը, սև պղպեղը։ Մի լավ խառնում ենք բոլոր բաղադրիչները իրար եւ ստանում ենք շատ համեղ համերի համադրություն։ Տեսնում եք, գեղեցիկ համեղ աղցան ստացվեց։ Հիմա կփորձեմ եւ ձեզ կասեմ համը։ Ես մի քիչ նորից աղ եմ ավելացրել, սև պղպեղ, բուսայուղ եւ մի փոքր էլ քացախ։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է։ Շատ համեղ է, հեշտ պատրաստվող, հարուստ վիտամիններով աղցան պատրաստեցի, սիրելիներս։ Փորձեք այս համեղ վիտամիններով աղցան եւ ձեզ շատ դուր կգա։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում։ Ցտեսություն, մինչ նոր համեղ հոլովակներ, իմ լավ բարեկամներ։